Այս արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Օզի կախարդ գիրքը և ինձ ամենաշատը դուր է եկել այս հատվածը։ Դաշտամկները վերադառնում են։ Ես հիմա սկզբից կպատմեմ, որպեսզի դուք հասկանաք։ Սկզբից մի աղջիկ է եղել, նրա անունը եղել է Դորթի։ Նա ապրել է կանզում, Շոգ Թափաստանում, մորաքրոջ Էմի և նրա ամուսնու Հենրի ագարակում։ Մորաքույրն ու ամուսինը օրիբուն աշխատում են, երկուսի մաշկն էլ գորշ էր ու արևկեզ, դեպքից դեպք էի ժպտում և երբեք չէին ծիծաղում։ Իսկ այդ Դորթին շատ ծիծաղկոտ երեխա էր, ամենից շատ նրան ծիծաղեցնում էր Տոտո շնիկը, մետաքսանման սև բրդով և սևորակ ժպտուն աչքերով մի արարած։ Դորթին շատ էր կապված նրա հետ և ամբողջ օրը միասին խաղում են, աղջիկն ու շունը։ Այդ օրը փոթորիկ է լինելու, փոթորիկ, պտտահողմ էր կոչվում, և Դորթին, մորաքույրն ու ամուսինը շտապում էին մտնել հողմից պատսպարվելու համար նախատեսված նկուղը, այնտեղ ապահով էր։ Տոտոն շատ անհանգիստ էր, և երբ Դորթին աստիճաններով նկուղ էր իջնում, շունը վայր թռավ նրա գրկից, որ թաքնվի, աղջիկը վազեց շան հետևից, Դորթի, բղավեց մորաքույր Էմը, նկուղի դռնակը բաց պահելով, արագ եկ այստեղ։ Դորթին գրկեց Տոտոյին ու փորձեց մտնել նկուղ, բայց հանկարծ ամբողջ տուն սկսեց դողդողալ ու ցնցվել, և նա վայր ընկավ, հետո զարմանալի բան կատարվեց, թվաց տունը օդ բարձրացավ ու սկսեց պտտվել։ Դորթին իրեն չկորցրեց և շանը կրծքին ամուր սեղմելով փակեց աչքերը։ Քիչ հետո չնայած քամու սուլոցին ու տան պտտվելուն նա քուն մտավ։ Ուժեղ ցնցումից Դորթին արթնացավ, երբ պատուհանից դուրս նայեց, աչքերին հազիվ հավատաց։ Պատուհանից Կանզազը չէր, իր տունը չէր։ Փոթորիկից հետո տունը վայրէջք էր կատարել կանաչ կաշատ ու մրգատու ծառերով հարուստ մի հրաշալի վայրում։ 4 մարդուկներ գալիս էին իր կողմը։ Մենք մանչիկներս ողջունում ենք քեզ մեր երկրում, երախտապարտ ենք, որ սպանեցիր մեր թշնամուն, արևելքի չար վրհուկին, բայց ես ոչ մեկի չեմ սպանել, զարմացավ Դորթին։ Դու? Ոչ, բայց քո տնակն է սպանել, ասաց ինչ-որ կին։ Եվ իսկապես տնակն ինչ-որ մեկին տակն էր գցել, և այդ մեկի ոտքերը հագին արծաթե մաշիկներ, տնակի տակից ցցվել էին։ Ես Հյուսիսի բարի կախարդն եմ, ասաց կինը, արևելքի չար վհուկին իմ ժողովրդին ստրկացրել էր, բայց դու եկար ու փրկեցիր մեզ, որպես պարգև դու կստանաս վուկի արծաթե մաշիկները, ասաց մանչիկներից մեկը։ Ասում են կախարդական են, թեև ոչ ոտքի հայտնի չէ, ինչպես դրանից օգտվել։ Բարի կախարդուհին բացատրեց Դորթին, որ նա Օզ երկրում է։ Այս մասը մեզ չի հետաքրքրում, բայց ես ձեզ կպատմեմ։ Այդ կոշիկները նրա համար էին, որպեսզի եթե 3 հատ տրկացներ այդ կոշիկներով, որտեղ ուզեր քեզ կտաներ։ Դա էր կոշիկների գաղտնիքը։ Իսկ մենք անցնենք իմ սիրած մասին։ Եվ որ Դորթին արդեն ցանկանում էր այդ տեղից գնալ, դա գնում էր։ Երբ մանչիկներն ու բարի կախարդուհին ձեզ կպատմեմ։ Այդ կոշիկները նրա համար էին, որպեսզի եթե 3 հատ տրկացներ այդ կոշիկներով, որտեղ ուզեր քեզ կտաներ։ Դա էր կոշիկների գաղտնիքը։ Իսկ մենք անցնենք իմ սիրած մասին։ Եվ որ Դորթին արդեն ցանկանում էր այդ տեղից գնալ, դա գնում էր։ Երբ մանչիկներն ու բարի կախարդուհին հեռացան, Դորթին իր տնակը մտավ սպասվող ճամփորդության համար, մի քիչ ուտելիք վերցնելու։ Նա նաև զգեստը փոխեց, հետո հագավ սպանված վհուկի արծաթե մաշիկները։ Դորթին առանց դժվարության գտավ դեղին աղյուսե ճանապարհ։ Այդ կինը, որ մանչուկներին բարի կախարդուհին ասել էր Դորթին, որ
Նա եթե ուզում է Մարմարե քաղաք, Զմրուխտե քաղաք հասնել, պետք է գնա Դեղին աղյուսի ճանապարհով։ Եվ նա այդ ամենը արեց եւ Դեղին աղյուսի ճանապարհով շարժվեց։ Հաջորդ օրը, երբ Դորթին ու Տոտոն քայլում էին Դեղին աղյուսի ճանապարհով, Եգիպտացորենի դաշտի մեջտեղում մի հին խլթվիլակ տեսան։ Դորթին հանկարծ թվաց, խլթվիլակն իրեն աչքով է անում։ Այո, այդպես էլ կար։ Իսկ հետո այն նույնիսկ խոսեց։ Բարի օր, ասաց։ Խնդրում եմ, այս փայտը մեջքիցս հանես։ Դու կարող ես խոսել, զարմացած հարցրեց Դորթին, ապա մոտեցավ խրտվիլակին, ազատեց փայտից, որին նա գամված էր։ Շնորհակալ եմ, ասաց խրտվիլակը։ Երբ խրտվիլակն իմացավ, որ աղջիկն ու շունը ուղևորվում են Զմրուխտե քաղաք, մեծն Օզի մոտ, խնդրեց, որ իրեն էլ տանեն։ Շուտով ճանապարհը դարձավ խորթուբորտ, աղյուսները տեղ-տեղ պոկվել էին ու փոսեր էին գոյացել։ Գյուղերը գնալով ավելի խղճուկ դարձան, տները միայնակ, ծառերը ավելի ցանցար, որքան առաջ են շարժում, այնքան շուրջն ավելի անհրապույր էր դառնում։ Ճաշին Դորթին խրտվիլակին մի կտոր հաց առաջարկեց։ Ոչ, շնորհակալ եմ, հրաժարվեց խրտվիլակը։ Ես երբեք չեմ սովածանում։ Բերանս իսկական չէ, այն նկարված է։ Խրտվիլակն ուզում էր ամեն բան իմանալ Դորթիի մասին։ Աղջիկը պատմեց նրան Կանազասի մորաքրոջ ընտանիքի մասին, նաև այն մասին, թե ինչպես էր նրանց կարոտում, չնայած Կանազասում կյանքը տխուր էր ու ձանձրալի։ Հաջորդ օրը նախաճաշելուց հետո նորից ճանապարհ ընկան։ Դեռ շատ չէին գնացել, երբ հանկարծ տնքոց լսեցին։ Ծառերի արանքից երևաց կացինը, ձեռքին մի մարդ։ Մարմինն ամբողջությամբ թիթեղից։ Դորթին ու խրտվիլակը զարմանքից քար կտրեցին։ Տոտոն սկսեց միալար հաչել, մի ամբողջ տարի է այս վիճակում եմ, բայց ոչ ոք ինձ չի լսում։ Կերկերուն ձայնով տրնջաց թիթեղյա փայտահատը։ Ինչպես ձեզ օգնենք, հարցրեց Դորթին։ Փոդերս ամբողջովին ժանգոտել են։ Անկարող եմ շարժվել, պատասխանեց նա։ Այնտեղ խրճիթում յուղման կա։ Դորթին շտապ բերեց յուղմանն ու մի լավ յուղեց թիթեղյա փայտահատի ժանգոտած հոդերը, որ նա կրկին կարողանա շարժվել։ Երբ փայտահատն իմացավ մեր ճամփորդությունների փայտահատը, ինչպես ձեզ օգնենք, հարցրեց Դորթին։ Փոդերս ամբողջովին ժանգոտել են։ Անկարող եմ շարժվել, պատասխանեց նա։ Այնտեղ խրճիթում յուղման կա։ Դորթին շտապ բերեց յուղմանն ու մի լավ յուղեց թիթեղյա փայտահատի ժանգոտած հոդերը, որ նա կրկին կարողանա շարժվել։ Երբ փայտահատն իմացավ մեր ճամփորդություններին ու գնում է, ուր ենք գնում, որոշեց ինքն էլ ընկերանալ նրանց։ Կախարդին կխնդրեմ, որ ինձ սիրտ տա, ասաց նա։ Ժամանակին ինքն էլ իսկական մարդ էր եւ սիրարվել էր մաչիկներից մեկին։ Աղջկա մայրը դեմ էր նրա միության ու խնդրել էր արևելքի չար ոգի խեղճի մարմինը թիթեղ դարձնել ու սիրտը հանել։ Երբ սիրում է, աշխարհի ամենաերջանիկ մարդն է, ասաց թիթեղյա փայտահատը։ Հենց նոր սիրտ ունենամ, կրկին երջանիկ կլինեմ։ Այս գիշեր Դորթին ու ընկերները միասին մնացին անտառում։ Աղջկա մոտ եղած ամբողջ հացը սպառվել էր։ Ընթրիքի համար ոչինչ չէր մնացել։ Ես կարող եմ եղնիկ որսալ, եւ մենք համեղ միս կունենանք, առաջարկեց առյուծը։ Երբ որ Դորթին, թիթեղամարդը եւ խրտվիլակը ճանապարհը ծածկվեց չորացած ճյուղերով ու մեռած տերևներով, երբ որ այդ ճանապարհին էին, քայլերը գնալով դժվարանում էին, ժամանակ առ ժամանակ գազաններ են լսում։ Չկա սիրտը վախից կծկվում էր, իսկ Տոտոն ամուր սեղմում էր տիրուհուն։ Հանկարծ ծառերի հետևից սարսափելի մռնչոց լսվեց, եւ ճանապարհին երևաց մի հսկա առուց, թաթի ուժեղ հարվածով նա մի կողմ նետեց խրտվիլակին, եւս մեկ հարվածով գետին տապալեց փայտահատին։ Իսկ երբ Տոտոն բարձր հաչելով նետվեց առյուծի վրա, սա բերանը բացեց
որ կծի Շանը։ Չհամարձակվեց Շանը ձեռք տալ, գոչեց Դորթին։ Հարվածելով առուծի մռութին։ Ինչպես չես ամաչում, համարձակվում ես փոքրիկ Շան վրա ինքդ մեծամարմին վախկոտի մեկն ես, առուծն ամոթից գլուխն իջեցրեց։ Իրավացի ես գիտեմ, երբ մռնչում եմ, բոլորը վախենում են, բայց ես ինքս եմ իմ մռնչոցից վախենում։ Եթե մեկը սիրտ անի ինձ հետ կռվի բռնվել, իսկույն փախուստի կդիմեմ։ Պարզ է, որ առյուծն իսկապես երկչոտ էր։ Երբ իմացավ, մեր ճամփորդություններն ուր են գնում, խնդրեց, որ իրեն էլ տարեն։ Եթե կախարդը կարող է խլֆիլակին խելք տալ թիթեղյա մարդուն սիրտ, գուցե ինձ էլ մի քիչ համարձակություն պարգևի։ Ես կարող եմ եղնիկ որսալ, ասաց առյուծը, և մենք համեղ միս կունենանք, առաջարկեց առյուծը։ Փայտահատն արգելեց առյուծին որևէ կենդանու ձեռք տալ։ Եթե տանեմ, ինչպես է անօգնական եղնիկը տանջվում, լաց կլինեմ, ասաց նա, իսկ արդյունքներից ծնոտից հոդերը կնորից կժանգոտեն։ Այդ ժամանակ խրտվիլակն անտառից ընկույզ ժողովեց և բոլորը կուշտ ընթրեցին։ Հաջորդ օրը ճանապարհորդները հասան անտառի ամենախոր ու մթին մասը, այստեղ քալիդաներն են բնակվում, մրմնջաց առյուծը։ Սարսափելի գազաններ են, արջի մարմնով ու վագրի գլխով, ճանկեր էլ սուր ու երկար, պարզապես սոսկում եմ նրանցից։ Սկսեցին ավելի զգույշ առաջանալ, հասնելով լայն ու խոր մի ձորակի, ստիպված կանգ առան, հարկավոր էր ձորակի մյուս կողմն անցնել։ Ես գիտեմ ինչ անենք, ասաց խրտվիլակը, այ անտեղ մի ծառ է աճում, թող փայտահատը ծառը կտրի և մենք ձորակի վրայով կամուրջ կկապենք, փայտահատն իսկույն գործի անցավ, և շուտով ծառը ճռճռոցով տապալվեց, կամուրջը պատրաստ էր, դեռ նոր էին վրան բարձրացել, երբ բարձր գրմռոց լսվեց, Քալիդա է, բղավեց խրտվիլակը, շտապ ենք, բոլորն առաջ նետվեցին, Քալիդան սլացավ նրանց հետևից, երբ արդեն ձորակի մյուս կողմն էին, խրտվիլակը փայտահատին խնդրեց կամուրջը քանդել։ Հաջորդ առավոտյան ճանապարհորդները հասան անտառի եզրով հոսող մի լայն գետի։ Դեղին աղյուսե ճանապարհը շարունակում էր գետի մյուս ափին, հատելով կանաչ մարգագետինները, դաշտերն ու այգիները։ Փայտահատը մի լաստ պատրաստեց, որ տեղափոխվեն գետի մյուս ափը։ Ընկերները տեղափոխվեցին լաստի վրա, բայց գետի մեջտեղում հոսանքը շատ ուժեղ էր, և լաստը քշեց գետնի վար։ Այսպես գետը երբեք չէին անցնի։ Ես լողալով կանցնեմ մյուս կողմն ու լաստը ափ կքաշեմ, առաջարկեց առյուծը։ Երբ նորից ցամաք դուրս եկան, պարզվեց, որ հոսանքը նրանց դեղին աղյուսե ճանապարհից հեռու է քշել։ Գետափով վերադառնալիս պետք է անցնեին կարմիր կակաչների դաշտով։ Ախ, ինչ գեղեցիկ են, ասաց Դորթին, շնչելով կակաչների թունդ բույրը, և այնպես շշմեց, որ պառկեց ու տեղը քնեց։ Տիրուհու կողքին քնեց նաև Տոտոն, մի փոքր անց քնեց առյուծը, փայտահատն ու խրտվիլակը հոտառություն չունեին և մնացին արթուն։ Պետք է դաշտից նրանց հեռու տանենք, ասաց փայտահատը։ Այս կակաչները թունավոր են, նրանց հոտից մարդ ու գազան քուն են մտնում, եթե մնան դաշտում կքնեն հավետ, առյուծը շատ ծանր է, տեղը շարժել անգամ չկարողացան, բայց Դորթին ու Շանը ծաղիկներից հեռու տարան, հուսալով, որ սառը օդից կարթնանան։ Մենք հասել ենք իմ սիրած մասին, դաշտամտները վերադառնում են։ Իսկ Դորթին Շանը ուշքի են բերում, փայտահատն ու խրտվիլակը տեսան, թե ինչպես մի վայրի կատու ընկել է փոքրիկ գորշ դաշտամկան հետևից։ Փայտահատը խղճաց մկնիկին ու կացնով սպառնալով քշեց կատվին։ Դաշտամուկը շատ շնորհակալ եղավ։ Շուտով նրան միացան մի խումբ ուրիշ մկներ։ Ես դաշտամկների թագուհին եմ, ասաց մկնիկը։ Դու փրկեցիր իմ կյանքը, հասար փոխարենն ինչ ես ուզում։
Փայտատն ու խնդրակը կընտրեցին, որ մկներն օգնեն իրենց փրկել կակաշների դաշտում դեռ քնած ծառյուծին։ Փայտահատը սակայն հավատացրեց նրանց, որ իրենց ընկերը երկչոտ արարած է եւ երբեք նրանց չէր վնասի։ Մկնիկները համաձայնվեցին։ Փայտահատը մի քիչ փայտ կտրեց, որ սայլակ շինի, իսկ մկները պարանի կտորան հետևեց։ Փայտահատը խղճաց մկնիկին ու կացնով սպառնալով քշեց կատվին։ Դաշտամուկը շատ շնորհակալ եղավ։ Շուտով նրան միացան մի խումբ ուրիշ մկներ։ Ես դաշտամկների թագուհին եմ, ասաց մկնիկը։ Դու փրկեցիր իմ կյանքը, հասար փոխարենն ինչ ես ուզում։ Փայտատն ու խնդրակը կընտրեցին, որ մկներն օգնեն իրենց փրկել կակաշների դաշտում դեռ քնած ծառյուծին։ Փայտահատը սակայն հավատացրեց նրանց, որ իրենց ընկերը երկչոտ արարած է եւ երբեք նրանց չէր վնասի։ Մկնիկները համաձայնվեցին։ Փայտահատը մի քիչ փայտ կտրեց, որ սայլակ շինի, իսկ մկները պարանի կտորներ բերեցին, պարանի օգնությամբ փայտահատը մկներին լծեց սայլին ու խմբով այն կակաշների դաշտը քշեցին։ Մի կերպ առյուծի սայլը բարձրացրին, փայտահատն ու խրտվիլակը հրում էին, իսկ մկները քաշում էին սայլը։ Առյուծին վերջապես բերեցին Դորթի մոտ։ Աղջիկն արդեն արթնացել էր։ Շնորհակալ եմ ընկերոջս փրկելու համար, ասաց Դորթին։ Մկները պատասխանեցին. Ուրախ ենք օգնելու համար, եթե հարկ լինի, նորից կօգնենք։ Դեղին աղյուսե ճանապարհին այլևս չկար, եւ զրմուղթե քաղաք պետք է հասնեն ինքնուրույն։ Անցնելուց վայրի ծաղիկների դաշտով զարմանալի չէ, որ շուտով մոլորվեցին։ Օրերով թափառեցին, քնելով, բայց երկնքի տակ, հուսալով ինչ-որ բան կօգնի իրենց ճանապարհը գտնելու։ Մի օր, երբ անverջ քայլելուց հոգնած նստոտել էին խոտերի վրա, Դորթին հարցրեց. Ինչ եք կարծում, դաշտամկները գիտեն զմրուխտե քաղաքի ճանապարհը։ Իհարկե կիմանան, ասաց խրտվիլակը։ Բոլորովին մոռացել ենք նրանց։ Դորթին հիշեց, որ դաշտամկների թագուհին իրենց մի փոքրիկ սուլիչ էր տվել, որ նեղն ընկած պահին կանչի նրան։ Հենց սուլեց լսվեց փոքրիկ թաթերի թփթփոց, եւ կոշ մկները շրջապատեցին նրանց։ Դուք գիտեք զմրուխտե քաղաք տանող ճանապարհը, հարցրեց Դորթին։ Մկների թագուհին մի քայլ առաջ եկավ, զմրուխտե քաղաքն այնտեղից շատ հեռու է, ասաց նա։ Ոսկե գլխարկի օգնությամբ կաչեք թևավոր կապիկներին, նրանք ձեզ արագ տեղ կհասցնեն։ Այստեղ Դորթին հասկացավ, որ իր ունեցածը սովորական գեղեցիկ գլխարկ չէ։ Ինչ լավ արեց, որ հետը վերցրեց։ Երբ որ կանչեց թռչող կապիկները ասացին. Ու մոտ գլխարկն է, նա ինչ հրամայի մենք կկատարենք։ Դորթին ասաց. Ինձ եւ իմ ընկերներին տարեք զմրուխտե քաղաք։ Եվ Դորթին տարան զմրուխտե քաղաք։ Երբ որ արդեն հասան զմրուխտե քաղաք, մի մարդուկ էր նրանց դիմաց եւ ասում էր. Այս մասը մեզ հետաքրքիր չէ, որովհետեւ այս մասը իմ սիրած մասը չէր։ Ցտեսություն։ Այս արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Օզի կախարդ գիրքը։ Եվ ինձ ամենաշատը դուր է եկել այս հատվածը։ Դաշտամկները վերադառնում են։ Ես հիմա սկզբից կպատմեմ, որպեսզի դուք հասկանաք։ Սկզբից մի աղջիկ է եղել։ Նրա անունը եղել է Դորթի։
Նա ապրել է կանզում, շոգ Թափաստանում, մորաքրոջ Էմի և նրա ամուսնու Հենրի ագարակում։ Մորաքույրն ու ամուսինը օրիբուն աշխատում են, երկուսի մաշկն էլ գորշ էր ու արևկեզ, դեպքից դեպք էի ժպտում և երբեք չէին ծիծաղում։ Իսկ այ Դորթին շատ ծիծաղկոտ երեխա էր, ամենից շատ նրան ծիծաղեցնում էր Տոտո շնիկը, մետաքսանման սև բրդով և սևորակ ժպտուն աչքերով մի արարած։ Դորթին շատ էր կապված նրա հետ և ամբողջ օրը միասին խաղում են, աղջիկն ու շունը։ Այդ օրը փոթորիկ է լինելու, փոթորիկ, պտտահողմ էր կոչվում, և Դորթին, մորաքույրն ու ամուսինը շտապում էին մտնել հողմից պատշպարվելու համար նախատեսված նկուղը, այնտեղ ապահով էր։ Տոտոն շատ անհանգիստ էր, և երբ Դորթին աստիճաններով նկուղ էր իջնում, շունը վայր թռավ նրա գրկից, որ թաքնվի, աղջիկը վազեց շան հետևից, Դորթի, բղավեց մորաքույր Էմը, նկուղի դռնակը բաց պահելով, արագ եկ այստեղ։ Դորթին գրկեց Տոտոյին ու փորձեց մտնել նկուղ, բայց հանկարծ ամբողջ տուն սկսեց դողդողալ ու ցնցվել, և նա վայր ընկավ, հետո զարմանալի բան կատարվեց, թվաց տունը օդ բարձրացավ ու սկսեց պտտվել։ Դորթին իրեն չկորցրեց և շանը կրծքին ամուր սեղմելով փակեց աչքերը։ Քիչ հետո չնայած քամու սուլոցին ու տան պտտվելուն նա քուն մտավ։ Ուժեղ ցնցումից Դորթին արթնացավ, երբ պատուհանից դուրս նայեց, աչքերին հազիվ հավատաց։ Պատուհանից Կանզազը չէր, իր տունը չէր։ Փոթորիկից հետո տունը վայրէջք էր կատարել, կանաչ ծաղկաշատ ու մրգատու ծառերով հարուստ մի հրաշալի վայրում։ 4 մարդուկներ գալիս էին իր կողմը։ Մենք մանչիկներս ողջունում ենք քեզ մեր երկրում, երախտապարտ ենք, որ սպանեցիր մեր թշնամուն, արևելքի չար վրհուկին, բայց ես ոչ մեկի չեմ սպանել, զարմացավ Դորթին։ Դու ոչ, բայց քո տնակն է սպանել, ասաց ինչ-որ կին։ Եվ իսկապես տնակն ինչ-որ մեկին տակն էր գցել, և այդ մեկի ոտքերը հագին արծաթե մաշիկներ, տնակի տակից ցցվել էին։ Ես Հյուսիսի բարի կախարդն եմ, ասաց կինը, արևելքի չար վհուկին իմ ժողովրդին ստրկացրել էր, բայց դու եկար ու փրկեցիր մեզ, որպես պարգև դու կստանաս վուկի արծաթե մաշիկները, ասաց մանչիկներից մեկը։ Ասում են կախարդական են, թեև ոչ ոտքի հայտնի չէ, ինչպես դրանից օգտվել։ Բարի կախարդուհին բացատրեց Դորթին, որ նա օզ երկրում է։ Այս մասը մեզ չի հետաքրքրում, բայց ես ձեզ կպատմեմ։ Այդ կոշիկները նրա համար էին, որպեսզի եթե 3 հատ տրկացներ այդ կոշիկներով, որտեղ ուզեր քեզ կտաներ։ Դա էր կոշիկների գաղտնիքը։ Իսկ մենք անցնենք իմ սիրած մասին։ Եվ որ Դորթին արդեն ցանկանում էր այդ տեղից գնալ, դա գնում էր։ Երբ մանչիկներն ու բարի կախարդուհին ձեզ կպատմեմ։ Այդ կոշիկները նրա համար էին, որպեսզի եթե 3 հատ տրկացներ այդ կոշիկներով, որտեղ ուզեր քեզ կտաներ։ Դա էր կոշիկների գաղտնիքը։ Իսկ մենք անցնենք իմ սիրած մասին։ Եվ որ Դորթին արդեն ցանկանում էր այդ տեղից գնալ, դա գնում էր։ Երբ մանչիկներն ու բարի կախարդուհին հեռացան, Դորթին իր տնակը մտավ սպասվող ճամփորդության համար, մի քիչ ուտելիք վերցնելու։ Նա նաև զգեստը փոխեց, հետո հագավ սպանված վհուկի արծաթե մաշիկները։ Դորթին առանց դժվարության գտավ դեղին աղյուսե ճանապարհ։ Այդ կինը, որ մանչուկներին բարի կախարդուհին, ասել էր Դորթին, որ նա եթե ուզում է մարմարե քաղաք, զմրուխտե քաղաք հասնել, պետք է գնա դեղին աղյուսի ճանապարհով։ Եվ նա այդ ամենը արեց և դեղին աղյուսի ճանապարհով շարժվեց։ Հաջորդ օրը, երբ Դորթին ու Տոտոն քայլում էին դեղին աղյուսե ճանապարհով, եգիպտացորենի դաշտի մեջտեղում մի հին խլթվիրակ տեսան։
Դորթին հանկարծ թված խրտվիլակն իրեն աչքով է անում։ Այո, այդպես էլ կար, իսկ հետո այն նույնիսկ խոսեց։ Բարի օր, ասաց։ Խնդրում եմ, այս փայտը մեջքիցս հանես։ Դու կարող ես խոսել, զարմացած հարցրեց Դորթին, ապա մոտեցավ խրտվիլակին, ազատեց փայտից, որին նա գամված էր։ Շնորհակալ եմ, ասաց խրտվիլակը։ Երբ խրտվիլակն իմացավ, որ աղջիկն ու շունը ուղևորվում են Զմրուխտե քաղաք, մեծն Օզի մոտ, խնդրեց, որ իրեն էլ տանեն։ Շուտով ճանապարհը դարձավ խորթուբորտ, աղյուսները տեղ-նեղ պոկվել էին ու փոսեր էին գոյացել։ Գյուղերը գնալով ավելի խղճուկ դարձան, տները միայնակ, ծառերը ավելի ցանցար, որքան առաջ են շարժում, այնքան շուրջն ավելի անհրապույր էր դառնում։ Ճաշին Դորթին խրտվիլակին մի կտոր հաց առաջարկեց։ Ոչ, շնորհակալ եմ, հրաժարվեց խրտվիլակը։ Ես երբեք չեմ սովածանում։ Բերանս իսկական չէ, այն նկարված է։ Խրտվիլակն ուզում էր ամեն բան իմանալ Դորթիի մասին։ Աղջիկը պատմեց նրան Կանազասի մորաքրոջ ընտանիքի մասին, նաև այն մասին, թե ինչպես էր նրանց կարոտում։ Չնայած Կանազասում կյանքը տխուր էր ու ձանձրալի։ Հաջորդ օրը նախաճաշելուց հետո նորից ճանապարհ ընկան։ Դեռ շատ չէին գնացել, երբ հանկարծ տնքոց լսեցին։ Ծառերի արանքից երևաց կացինը, ձեռքին մի մարդ։ Մարմինն ամբողջությամբ թիթեղից։ Դորթին ու խրտվիլակը զարմանքից քար կտրեցին։ Տոտոն սկսեց միալար հաչել, մի ամբողջ տարի է այս վիճակում եմ, բայց ոչ ոք ինձ չի լսում։ Կերկերուն ձայնով տրնջաց թիթեղյա փայտահատը։ Ինչպես ձեզ օգնենք, հարցրեց Դորթին։ Քո դերս ամբողջովին ժանգոտել են։ Անկարող եմ շարժվել, պատասխանեց նա։ Այնտեղ խրճիթում յուղման կա։ Դորթին շտապ բերեց յուղմանն ու մի լավ յուղեց թիթեղյա փայտահատի ժանգոտած հոդերը, որ նա կրկին կարողանա շարժվել։ Երբ փայտահատն իմացավ մեր ճամփորդությունների փայտահատը, ինչպես ձեզ օգնենք, հարցրեց Դորթին։ Քո դերս ամբողջովին ժանգոտել են։ Անկարող եմ շարժվել, պատասխանեց նա։ Այնտեղ խրճիթում յուղման կա։ Դորթին շտապ բերեց յուղմանն ու մի լավ յուղեց թիթեղյա փայտահատի ժանգոտած հոդերը, որ նա կրկին կարողանա շարժվել։ Երբ փայտահատն իմացավ մեր ճամփորդություններին ուր ենք գնում, որոշեց ինքն էլ ընկերանալ նրանց։ Կախարդին կխնդրեմ, որ ինձ սիրտ տա, ասաց նա։ Ժամանակին ինքն էլ իսկական մարդ էր և սիրարվել էր մաչիկներից մեկին։ Աղջկա մայրը դեմ էր նրա միության ու խնդրել էր արևելքի չար ոգի խեղճի մարմինը թիթեղ դարձնել ու սիրտը հանել։ Երբ սիրում է, աշխարհի ամենաերջանիկ մարդն է, ասաց թիթեղյա փայտահատը։ Հենց նոր սիրտ ունենամ, կրկին երջանիկ կլինեմ։ Այս գիշեր Դորթին ու ընկերները միասին մնացին անտառում։ Աղջկա մոտ եղած ամբողջ հացը սպառվել էր։ Ընթրիքի համար ոչինչ չէր մնացել։ Ես կարող եմ եղնիկ որսալ, և մենք համեղ միս կունենանք, առաջարկեց առյուծը։ Երբ որ Դորթին, թիթեղամարդը և խրտվիլակը ճանապարհը ծածկվեց չորացած ճյուղերով ու մեռած տերևներով, երբ որ այդ ճանապարհին էին, քայլերը գնալով դժվարանում էին, ժամանակ առ ժամանակ գազաններ են լսում։ Չկա սիրտը վախից կծկվում էր, իսկ Տոտոն ամուր սեղմում էր տիրուհուն։ Հանկարծ ծառերի հետևից սարսափելի մռնչոց լսվեց, և ճանապարհին երևաց մի հսկա առուց, թաթի ուժեղ հարվածով նա մի կողմ նետեց խրտվիլակին, ևս մեկ հարվածով գետին տապալեց փայտահատին։ Իսկ երբ Տոտոն բարձր հաչելով նետվեց առյուծի վրա, սա բերանը բացեց, որ կծի շանը։ Չհամարձակվեց շանը ձեռք տալ, գոչեց Դորթին, հարվածելով առյուծի մռութին։ Ինչպես չես ամաչում, համարձակվում ես փոքրիկ շան վրա ինքդ մեծամարմին վախկոտի մեկն ես, առյուծն ամոթից գլուխն իջեցրեց։
իրավացի ես, ես գիտեմ, երբ մռնչում եմ, բոլորը վախենում են, բայց ես ինքս եմ իմ մռնչոցից վախենում, եթե մեկը սիրտ անի ինձ հետ կռվի բռնվել, իսկույն փախուստի կդիմեմ, պարզ է, որ առույցն իսկապես երկչոտ էր, երբ իմացավ, մեր ճամփորդություններն ուր են գնում, խնդրեց, որ իրեն էլ տարեն, եթե կախարդը կարող է խլֆիլակին խելք տար թիթեղյա մարդուն սիրտ, գուցե ինձ էլ մի քիչ համարձակություն պարգևի։ Ես կարող եմ եղնիկ որսալ, ասաց առյուծը, և մենք համեղ միս կունենանք, առաջարկեց առյուծը։ Փայտահատն արգելեց առյուծին որևէ կենդանու ձեռք տալ։ Եթե տանեմ, ինչպես է անօգնական եղնիկը տանջվում, լաց կլինեմ, ասաց նա, իսկ արդյունքներից ծնոտից հոդերը կնորից կժանգոտեն։ Այդ ժամանակ խրտվիլակն անտառից ընկույզ ժողովեց և բոլորը կուշտ ընթրեցին։ Հաջորդ օրը ճանապարհորդները հասան անտառի ամենախոր ու մթին մասը, այստեղ քալիդաներն են բնակվում, մրմնջաց առյուծը, սարսափելի գազաններ են, արջի մարմնով ու վագրի գլխով, ճանկեր էլ սուր ու երկար, պարզապես սոսկում եմ նրանցից, սկսեցին ավելի զգույշ առաջանալ, հասնելով լայն ու խոր մի ձորակի, ստիպված կանգ առան, հարկավոր էր ձորակի մյուս կողմն անցնել, ես գիտեմ ինչ անենք, ասաց խրտվիլակը, այ անտեղ մի ծառ է աճում, թող փայտահատը ծառը կտրի և մենք ձորակի վրայով կամուրջ կկապենք, փայտահատն իսկույն գործի անցավ և շուտով ծառը ճռճռոցով տապալվեց, կամուրջը պատրաստ էր, դեռ նոր էին վրան բարձրացել, երբ բարձր գրմռոց լսվեց, Քալիդա է, բղավեց խրտվիլակը, շտապ ենք, բոլորն առաջ նետվեցին, Քալիդան սլացավ նրանց հետևից, երբ արդեն ձորակի մյուս կողմն էին, խրտվիլակը փայտահատին խնդրեց կամուրջը քանդել։ Հաջորդ առավոտյան ճանապարհորդները հասան անտառի եզրով հոսող մի լայն գետի, դեղին աղյուսե ճանապարհը շարունակում էր գետի մյուս ափին, հատելով կանաչ մարգագետինները, դաշտերն ու այգիները, փայտահատը մի լաստ պատրաստեց, որ տեղափոխվեն գետի մյուս ափը, ընկերները տեղափոխվեցին լաստի վրա, բայց գետի մեջտեղում հոսանքը շատ ուժեղ էր, և լաստը քշեց գետնի վար, այսպես գետը երբեք չէին անցնի, ես լողալով կանցնեմ մյուս կողմն ու լաստը ափ կքաշեմ, առաջարկեց առյուծը, երբ նորից ցամաք դուրս եկան, պարզվեց, որ հոսանքը նրանց դեղին աղյուսե ճանապարհից հեռու է քշել, գետափով վերադառնալիս պետք է անցնեին կարմիր կակաչների դաշտով, ախ, ինչ գեղեցիկ են, ասաց Դորթին, շնչելով կակաչների թունդ բույրը, և այնպես շշմեց, որ պառկեց ու տեղը քնեց, տիրուհու կողքին քնեց նաև Տոտոն, մի փոքր անց քնեց առյուծը, փայտահատն ու խրտվիլակը հոտառություն չունեին և մնացին արթուն, պետք է դաշտից նրանց հեռու տանենք, ասաց փայտահատը, այս կակաչները թունավոր են, նրանց հոտից մարդ ու գազան քուն են մտնում, եթե մնան դաշտում կքնեն հավետ, առյուծը շատ ծանր է, տեղը շարժել անգամ չկարողացան, բայց Դորթի նշանը ծաղիկներից հեռու տարան, հուսալով, որ սառը օդից կարթնանան։ Մենք հասել ենք իմ սիրած մասին, դաշտամտները վերադառնում են։ Իսկ Դորթին շան ուշքի են բերում, փայտահատն ու խրտվիլակը տեսան, թե ինչպես մի վայրի կատու ընկել է փոքրիկ գորշ դաշտամկան հետևից, փայտահատը խղճաց մկնիկին ու կացնով սպառնալով քշեց կատվին, դաշտամուկը շատ շնորհակալ եղավ, շուտով նրան միացան մի խումբ ուրիշ մկներ, ես դաշտամկների թագուհին եմ, ասաց մկնիկը, դու փրկեցիր իմ կյանքը, հասար փոխարենն ինչ ես ուզում, փայտահատն ու խրտվիլակը խնդրեցին, որ մկներն օգնեն իրենց փրկել կակաչների դաշտում դեռ քնած առյուծին, փայտահատը սակայն հավատացրեց նրանց, որ իրենց ընկերը երկչոտ արարած է և երբեք նրանց չէր վնասի, մկնիկները համաձայնվեցին, փայտահատը մի քիչ փայտ կտրեց
որ սայլակ շինի։ Իսկ մկները պարանի կտորան հետևից, փայտահատը խղճած մկնիկին ու կացնով սպառնալով քշեց կատվին։ Դաշտամուկը շատ շնորհակալ եղավ։ Շուտով նրան միացան մի խումբ ուրիշ մկներ։ Ես դաշտամկների թագուհին եմ, ասաց մկնիկը։ Դու փրկեցիր իմ կյանքը, հասար փոխարենն ինչ ես ուզում։ Փայտատն ու խնդրակը խնդրեցին, որ մկներն օգնեն իրենց փրկել կակաշների դաշտում դեռ քնած առյուծին։ Փայտահատը սակայն հավատացրեց նրանց, որ իրենց ընկերը երկչոտ արարած է եւ երբեք նրանց չէր վնասի։ Մկնիկները համաձայնվեցին։ Փայտահատը մի քիչ փայտ կտրեց, որ սայլակ շինի։ Իսկ մկները պարանի կտորներ բերեցին, պարանի օգնությամբ փայտահատը մկներին լծեց սայլին ու խմբով այն կակաշների դաշտը քշեցին։ Մի կերպ առյուծի սայլը բարձրացրին։ Փայտահատն ու խրտվիլակը հրում էին, իսկ մկները քաշում էին սայլը։ Առյուծին վերջապես բերեցին Դորթի մոտ։ Աղջիկն արդեն արթնացել էր։ Շնորհակալ եմ ընկերոջս փրկելու համար, ասաց Դորթին։ Մկները պատասխանեցին. Ուրախ ենք օգնելու համար, եթե հարկ լինի, նորից կօգնենք։ Դեղին աղյուսե ճանապարհին այլևս չկար, եւ զրվուխտե քաղաք պետք է հասնեն ինքնուրույն։ Անցնելուց վայրի ծաղիկների դաշտով զարմանալի չէ, որ շուտով մոլորվեցին։ Օրերով թափառեցին, քնելով, բայց երկնքի տակ, հուսալով ինչ-որ բան կօգնի իրենց ճանապարհը գտնելու։ Մի օր, երբ անverջ քայլերից հոգնած նստոտել էին խոտերի վրա, Դորթին հարցրեց. Ինչ եք կարծում, դաշտամկները գիտեն զմրուխտե քաղաքի ճանապարհը։ Իհարկե կիմանան, ասաց խրտվիլակը։ Բոլորովին մոռացել ենք նրանց։ Դորթին հիշեց, որ դաշտամկների թագուհին իրենց մի փոքրիկ սուլիչ էր տվել, որ նեղն ընկած պահին կանչի նրան։ Հենց սուլեց լսվեց փոքրիկ թաթերի թփթփոց, եւ կոշ մկները շրջապատեցին նրանց։ Դուք գիտեք զմրուխտե քաղաք տանող ճանապարհը, հարցրեց Դորթին։ Մկների թագուհին մի քայլ առաջ եկավ, զմրուխտե քաղաքն այնտեղից շատ հեռու է, ասաց նա։ Ոսկե գլխարկի օգնությամբ կաչեք թևավոր կապիկներին, նրանք ձեզ արագ տեղ կհասցնեն։ Այստեղ Դորթին հասկացավ, որ իր ունեցածը սովորական գեղեցիկ գլխարկ չէ։ Ինչ լավ արեց, որ հետը վերցրեց։ Երբ որ կանչեց թռչող կապիկներին, թռչող կապիկները ասացին. Ու մոտ գլխարկն է, նա ինչ հրամայի մենք կկատարենք։ Դորթին ասաց. Ինձ եւ իմ ընկերներին տարեք զմրուխտե քաղաք։ Եվ Դորթին տարան զմրուխտե քաղաք։ Երբ որ արդեն հասան զմրուխտե քաղաք, մի մարդուկ էր նրանց դիմաց եւ ասում էր. Այս մասը մեզ հետաքրքիր չէ, որովհետեւ այս մասը իմ սիրած մասը չէր։ Ցտեսություն։